ժամանակ է զինորով այս իր բանակի գնալու օրվա քեֆի օրը այս իր անձնական Այս անկյունը ձեր ամենասիրելի տան հատվածն է, հա, որ ամեն օր շփվում եք, առնչվում եք։ Այս գիտեմ հանգստություն է, ավելի շատ հուշարձան գնում նստում, ջուրը խմում ենք, ոնց որ հանգստանանք, էլի, որ մի բան կոնե երեխիս համար արել ենք։ Այդ հանգստությունը, այս երգն էլ սպոպանք էլի։ Պաշես շատ ոգևորված էր, ինքը շատ կսիրեր ծառայել։ Մի անգամ այդ դեպք չի եղել, որ ինքը դժգոհ է, շատ մեծ հաճույքով, ուրախությամբ տալիս տղեն էլ իր հետ ծառայել է, իրանք ընդհանրապես դժգոհ չեն եղել, թեկուզ վատ դրության եղնային, իրանք միշտ կսեին օքեյ ամեն ինչ, շատ լավ է։ Ինքը ցկտում ուներ երազանքներով իր պապայի թիկունքին եղնիր, տնտեսագետ դառնար, լավ, ինքը շատ խելացի երեխա էր, ծնողասեր, ինչ ասեմ։ Երբ է մեկնել հանրախոս Հունիս 19 թվականին, հունիսի 17-ին։ 20 դեպքերը որտեղ է ինքը Ջաբրայիլում էր, այդ ամենացավալի լուրն էր առավոտյան 7-ին, մենք իմացանք, որ արդեն պատերազմ էր, էլ կապ չէինք կարող իր հետ հաստատել, անհասանելի էր, 12-ին 20 պակաս ինքը զանգահարեց, մի 2 վայրկյան էր այդ ձև, ասեց ամեն ինչ նորմալ է, մենք ասենք այդտեղ պատերազմ է, չէ, այստեղ չի, Հադրուտի կողմերն է, այստեղ ամեն ինչ լավ է, ասենք ինչ ես անում, նոր եմ արթնացել, սուրճ եմ խմում, ամեն ինչ լավ է, մի մտածեք, հիմի չեմ կարող, նոր եմ քնիցս արթնացել, ես հետո իրիկունը կզանգեմ, ու այդ վերջի զանգն էր։ Ջաբրայելի դիրքերում Այո, առաջնակից էր ինքը իր ընկերներին հետ նահանջ էր տվել, ինքն էր պահել դիրքը, այդ պահին, մի 2 անգամ իրանք կռվել են հետ նահանջման, բայց այդ վերջինը արդեն ինքը վիրավորվել էր։ Տիկին Հասմիկ, ձեր մայրական սիրտը ինչ-որ զգացողություն ուներ։ Ես արդեն այդ պատերազմի լուրը լսելուց, ես արդեն ահավոր վատ վիճակում էի։ Չգիտեմ։ Հետո տալով ձեր սեպտեմբերի 27-ին Ոչ, սեպտեմբերի 27-ին ինքը վիրավորվեց, 5 օր կոմայի մեջ մնաց, Ստեփանագերտ էին տարել, վիրավորվել էր, այնտեղ էին այդ վիրահատությունը արել, հետո վերտալյոտով բերել էին Էրեբունի բժշկական կենտրոն, այնտեղ ամսի 2-ին նոր մահացավ կոմայի մեջ։ Ինքը շատ մեծ ուրախություն, այս տան մթնոլորտը փոխեց ամբողջական, մենք շատ վատ վիճակի մեջ էինք, մեր հոգեվիճակը լրիվ, չգիտեմ, աննկարագրելի էր, հետո ծնողներիս է կորցրեցի, մենք շատ վատ, ինչ ասեմ, Աստված այնքան ինձ ուժ տվեց, որ կարողացա ոտքի կանգնել, այդ որոշմամբ էլ երեխեքս հորդորեցին, ինչ ասեմ, չէի կարող, բայց այս մենակությունը վաբշե մեզ շատ որոշեցինք այդ քայլին գնալ, ու շատ ճիշտ որոշում էր, մեր տան մթնոլորտը լրիվ փոխեց, ինքը մեզ ժպիտ պարգևեց, այսպես կարելի ասել, ճիշտ է, չենք մոռանում, բայց ինքը մի քիչ փոխել է մեզ, փոխվել է, ինքն է ուշք ու միտքը իր աղբերը, Պաշս, իմ ապերս, ես զինվոր պիտի դառնամ, այդ շատ, չգիտեմ, նմանեցնում եք Պաշի։ հա, շատ ունի նմանություն բնավորությամբ էլ։ Ինքը նույն հայրենասիրությամբ Այո, դաստիարակել ձեր երեխաներին։ այո, Ինչ կավելացնեք։ Հուշարձանի մասին ում նախաձեռնություններով որոշեցիք։ հուշարձանը ես ու ամուսինս
մենք որոշեցինք, որ ինչ էլ անենք շատ քիչ է իմ տղայի համար, որտեղ ինքը այնքան, չգիտեմ, ճիշտ է, բոլորի համար իրանց զավակները ուրիշ են, ամեն ծնողի համար, բայց ինքը այնպիսի երեխա էր, որ մի թերություն չի ունեցել, ընդհանրապես, բարի հոգի է ունեցել, շատ, բոլորին հասնող, չգիտեմ, աննկարագրելի է իրա նկարագրել է, էլի, ինքը շատ բարձունքի հասնող երեխա էր, ինքը շատ բաների կհասներ։ Իսկ ինչ զգացողություն է հերոսի մայր լինելը, այսպես կոչում է հիմա հերոսի մայր Որ լինելը։ ասեմ, ոչ, կոչում չէ, ավելի լավ է երեխաս կողքից լիներ, քան այդպես ասեին հերոսի ծնող։ Անկյունում ինչ եք տեղադրել պարգևներն Այո, իրա պարգևներն է, լուսանկարները, գրքերը, իրա մասին։ մեդալ Ունի, այո, ինքը մինչև վերջ ֆուտբոլի է գնացել, ինքը հաղթանակներ է ունեցել բազում։ Իրա այդ ֆուտբոլային մեդալները Շիրակ ակումբում է եղել։ Ինչ ասեմ էլ, շատ, այո, սիրում էր նրա համար, որ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն էլ էր։ Ինքը դրա համար հպարտանում էր շատ։